Բարև ձեզ, Հորիզոնն աշխատում է Շանթ Գյումրիի ուղիղ եթերում, այսօր դեկտեմբերի 15-ն է, երկուշաբթի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում, մասնակցելու Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին։ Հիշեցնենք, օրինագծով նախատեսվում է այս ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանել 18 ամիս։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել։ Այս մասին տեղեկացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հետո նա պատասխանել է հարցերի։ Պարոն Պապիկյան, մի հատ այսպեսի, որ ասում եմ, որ շատ հապշտապ էր, տեսեք, այս օրենքը, որ մտավ ուժի մեջ, պարտադիր զինվորական ծառայությունը դառնում է 18 ամիս, բայց գործում է ևս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ-որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է, ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Շնորհակալ եմ։ Նշեմ, որ պարոն Սարգսյանը նույն օրենքի շրջանակներում նոր փոփոխություն է առաջարկել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել։ Ենթադրում եմ դրա շրջանակներում հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել, նաև մեր իրավաբանական վարչությունը կարծում եմ այստեղ անելիք կունենա։ Որտեղ ենթադրում եմ, որ բազմաթիվ օրենքների մեջ այդ 24 ամիս, 18 ամիս անհավատացականություն է, ճիշտ կլինի, որ շատ արագ կարգով է տարվել։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, առաջին ընթերցման ժամանակ, երբ որ Գեորգ Մանուկյանը բացակայում էր, մենք բովանդակալից շատ մանրամասն քննության ենք ենթարկել եւ ըստ էության այս փոփոխությունը այն բարեփոխումների շրջանակներում է, որը որ մեզ նախատեսված է բանակի հիմնական process-ները բարեփոխված տեսնելու շրջանակներում։ Ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել կառավարության տվյալ նախաձեռնությանը։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն, այն բխում է կառավարության հնգամյա ծրագրից եւ կարծում եմ, որ այն հնարավորությունը, որ ստեղծվել է, նաեւ մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, մեր կատարած օրենսդրական փոփոխությունների արդյունքն է եւ քանի որ կա դրա համար հիմք, կառավարությունը որոշում է ընդունել այս օրենքի նախագիծը անցկացնել հիմա եւ կարծում եմ սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է եւ խնդրում եմ կողմ քվեարկել երկրորդ ընթերցմամբ այն հաստատելու։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից Իզմիրլյան բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը դեկտեմբերի 16-ին։ Միքայել Սրբազանի բժշկական կենտրոն տեղափոխումը նախատեսված էր այսօր, բայց այն հետաձգվել է դատական նիստի պատճառով։ Շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնել է, որ վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննարկում է պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը դատավճռի դեմ արդարացման հիմքով։ Փաստաբանը նշել է, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակն այս պահին նորմալ է։ Ուկրաինայում կրակի դադարեցման շուրջ բանակցությունները շարունակվում են Բեռլինում։ Բացի Վլադիմիր Զելենսկիից, Գերմանիայի մայրաքաղաք են ժամանել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Ստիվ Ուիտկոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, ինչպես նաեւ եվրոպացի առաջնորդները։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը նշանակալի առաջընթաց է գրանցվել։ Բանակցությունները տևել են մոտ 5 ժամ։ Այսօր Գերմանիայի մայրաքաղաքում կգումարվի գագաթնաժողով Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։ ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ նոր բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պնդելու, որ իր երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ԱՄՆ պաշտոնյաները 3 ժամ անել են Բերլին, Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղված բանակցությունների հերթական փուլի համար։ 3 օրվա երկրորդ կեսին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանոր Ստիվ Վիտկոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները հանդիպել են Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության հետ։ ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ նոր բանակցություններից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պնդելու, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին միանալու իր հավակնություններից հրաժարումը որպես փողզիչում է լինելու Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներ համապատասխան ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի փոխադարձ օգնության վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ դեմ է Դոնեցկի մարզում այնպիսի գոտի ստեղծելու գաղափարին, որտեղ չպետք է լինեն ոչ ռուսական, ոչ էլ ուկրաինական զորքեր։ Իդեպ այսօր Զելենսկին առանձին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, իսկ երեկոյան բանակցություններին կմիանան եվրոպական պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի առաջնորդները։ Զելենսկին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ից դեռ չի ստացել պատասխան Ուկրաինայի խաղաղության ծրագրի վերջին առաջարկների վերաբերյալ։ Ինչ Ուկրաինայի նախագահը սպասում է Միացյալ Նահանգների պատասխանին խաղաղության ծրագրում իր կատարած առաջարկների վերաբերյալ, Ուկրաինան շարունակում է մնալ ռուսական հարվածների տակ։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Զապորոժիայում ռուսական բանակի հարձակման հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 1 երեխա։ Զապորոժիայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը սոցիալական ցանցերում գրել է, որ հարված է հասցվել խոշոր սուպերմարկետին։ Վնասվել են բնակելի շենքեր եւ կայանատեղիներ։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 3 ժամը 16:00-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի 8 շրջաններում խոցվել է ուկրաինական 56 անօդաչու թռչող սարք։ Այս գիշեր Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի վրա հարձակված 3 անօդաչու թռչող սարք։ Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ հարձակվողները եղել են հայր եւ որդի։ Հայրը մահացել է, իսկ որդին վիրավորվել ու ձերբակալվել է։ Ըստ ոստիկանության նրա վիճակը ծանր է։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ առնվազն 29 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում 1 երեխա եւ 2 ոստիկան։ Հարձակման պահին լողափում տեղի էր ունենում հերական Խանուկայի տոնակատարությունը։ Կրակոցները տևել են գրեթե 6 րոպե, որի ընթացքում հանցագործները հասցրել են արձակել 103 կրակոց։ Սիդնեյի մրգային խանութի սեփականատերը կրակոցների ժամանակ հարձակվողներից մեկից խլել էր ատրճանակը, նա եւս վիրավորվել է։ Ոստիկանությունը հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչական ակտ։ Ալլա Ալաչյան, Հորիզոն։ ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողը ձերբակալվել է։ 2 ուսանող զոհվել է եւս 9 վիրավորվել Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ Զինված անձը համալսարանի տարածք է մտել քննությունների ընթացքում։ Հրաձգությունը տեղի է ունեցել ճարտարագիտական ֆակուլտետի շենքի լսարանում։ Քննությունների ժամանակ շենքի դռները բաց են եղել։ Համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ 9 վիրավորներից 7-ը գտնվում են ծանր վիճակում։ Կասկածյալը մոտ 30 տարեկան տղամարդ է։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ իրեն տեղեկացրել են իրավիճակի մասին, որը նա անվանել է սարսափելի։ Բրաունի համալսարանը Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկն է։ 84 տարեկան հասակում վախճանվել է ազգությամբ հայ դաշնակահար, կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը։ Այս մասին հայտնել է արտիստի դուստրը Մարիա Շկլովերը։ Օգանեզովը եղել է Սպիտակ թութակ ակումբ, իրարանցում դաշնամուրի շուրջը, բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ եւ կյանքը գեղեցիկ է հեռուստածրագրերի համահաղորդավարը։ Վերջին տարիներին երաժիշտը բնակվում էր Նյու Յորքում։ Լևոն Օգանեզովի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։ Նա կհուղարկավորվի Նյու Յորքի Քենսիկոյի գերեզմանատանը։ Երեկ երեկոյան Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում ներկայացրել է շքեղ արարողությունը, շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին եւ քաղաքապետին։
Նոր սերնդի էլեկտրատեխնիկայի առաջարկով նոր հասցե Գյումրիում, Ռիժկովի 4 հասցեում բացվել է Երևան մոբայլ խանութ սրահների ցանցի հերթական մասնաճյուղը։ Երևան մոբայլը Գյումրիում ներկայանում է հեռախոսների և կենցաղային տեխնիկայի հայտնի բրենդների լավագույն մոդելներով։ Նորագույն էլեկտրատեխնիկայի վաճառքի առաջատարներից Երևան մոբայլ խանութ սրահների ցանցը 2007 թվականին Երևանում սկսեց իր գործունեությունը։ Կարճ ժամանակ անց շուկայում ընկերությունն ունեցավ իր հաստատուն տեղը, Երևանում հիմնելով 4 խանութ սրահներ, ևս մեկը Վանաձորում։ Հերթականը և 6-րդը բացվեց Հանրապետության 2-րդ քաղաք Գյումրիում։ Տարիների ընթացքում մենք զարգացել և ընդլայնվել ենք մեկ կարևորագույն սկզբունքով, առաջարկել բացառապես օրիգինալ և որակյալ ապրանքներ, արժանանալով մեր հաճախորդների վստահությանը և սիրուն։ Էլեկտրատեխնիկայի և աքսեսուարների հայտնի ապրանքանիշների ինքնատիպ ու որակյալ մոդելները ներկայացված են Ռիժկովի 4 հասցեում։ Երևան մոբայլ խանութների ցանցը ներկայացնում է էլեկտրոտեխնիկայի, գերժամանակակից էլեկտրոտեխնիկայի եւ ամենամեծ պահանջարկն ունեցող ցանցային ընդհանուր էլեկտրոտեխնիկայի տիրույթում գերժամանակակից աքսեսուարների եւ ցանցերի մեծ հարթակ է, որը ներկայացնում է իր ապրանքատեսանքը բացառապես պաշտոնական եւ գործընկերային հարաբերություն մեջ է առաջատար միջազգային կազմակերպությունների եւ ընկերությունների հետ։ Երևան մոբայլը մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչն է Հայաստանում։ Վերջին սերնդի սմարթֆոնների, կենցաղային էլեկտրատեխնիկայի բազմաթիվ մոդելների ներկրողն է։ Նորագույն տեխնոլոգիաները գալիս են հեշտացնելու առօրյան։ Խելացի սարքերը դառնում են բազմազբաղ մարդկանց օգնականը։ Չենք բավարարվել հեռախոսներով, պլանշետներով, խելացի գերժամանակակից, արդեն անցում ենք արել նաև ռոբոտ փոշեկուլների, այն կենցաղային պարագաների, որոնք որ մեր կենցաղը, մեր առօրյա կյանքը դարձում են շատ ավելի հեշտ ու ավելի արագ գրագետ կարողանում են կազմակերպել մեր կենցաղը, թե տնային պայմաններում, թե նաև տնից դուրս։ Խանութ սրահում առաջարկները մեծ են, հայտնի բրենդների տարբեր մոդելի հեռախոսների լավագույն ընտրությունն այստեղ է։ Երևան մոբայլում կգտնեք սմարթ հեռուստացույցների, անվտանգության համակարգերի, IP տեսախցիկների, խելացի ժամացույցների, խոհանոցային տեխնիկայի և կենցաղում անհրաժեշտ այլ էլեկտրատեխնիկայի որակյալ ու տարբերվող տեսականին։ Որպես սպասարկման սրահ, այսինքն որ ովքեր որ սերվիզային ծառայություն են մատուցում, ապահովում են դրանց սարքինությունը, հավաստիացնում ենք մեր սպառողներին, որ մեր ապրանքատեսակները, ապրանքատեխնիկան ամբողջությամբ առաջնային պաշտոնական գրավչությունից զատ, նաև մենք հավաստիացնում ենք, որ դրանց պատշաճ որակի վերաբերյալ եւ ընթացքում արկա ցանկացած որևէ խնդիրների կամ ֆորս մաժորային դեպքերի վերաբերյալ ունենք շատ գրագետ եւ պրոֆեսիոնալ մոտեցում։ Ես դեռ շատ վաղուց օգտվել եմ ու միշտ օգտվելու եմ միայն Երևան մոբայլից, որովհետեւ իր տեսականիով միշտ տարբերվում է ու ներկայացնում է միայն որակյալ, օրիգինալ, սերտիֆիկացված ապրանքատեսակներ։ Առանձնանում է նրանով, որ շատ հաճախակի լավ առաջարկներ ու լավ զեղչեր է տրամադրում իր մշտական հաճախորդներին։ Ռիժկովի 4-ային հասցեն է, որտեղ նորագույն ճանաչված բրենդների էլեկտրատեխնիկայի եւ այլ ապրանքատեսականու առաջարկ կա։ Բոլորը հասանելի են Երևան մոբայլի կիրառվող ակցիաներով։ Գյումրիի խանութ սրահի բացման առիթով անցկացվեց խաղարկություն։ Մասնակիցներից 10-ի համար խորհրդանշական նվերներ էին պատրաստել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմին այսքանը, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։